Վերադարձանք տաղավար ու հիմա զրուցելու ենք մի կարևոր փառատոնի մասին, սիրելիներս, քանի որ արվեստների պատկերասրահ-մշակութային հիմնադրամը սիրով հայտարարում է, որ 2026 թվականի հուլիսի 24-ից 29-ը արդեն երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանում անցկացվելու է Ձայն աշխարհի միջազգային վոկալ մրցույթ փառատոնը։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում են Voice of the World փառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Շահինյանը, բարի լույս, եւ փառատոնի ժյուրիի անդամ Վաղար Շակոհանյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալ ենք, որ հրավիրում եք միշտ անընդմեջ եւ ձեր շնորհիվ դառնում է ավելի բացահայտ մեր փառատոնը եւ ընդունելի։ Շնորհակալ ենք։ Երկրորդ տարին է արդեն անընդմեջ անցկացվելու փառատոնը, այս տարի ինչ որ ձևաչափային փոփոխություններ կան, թե նույնն է։ Այո, այս տարի արդեն սիրով ուզում եմ նշել, որովհետև մեզ համար դա եւս շատ կարեւոր է, որ երկրորդ անգամ է եւ երևի թե կդառնա արդեն ավանդույթ։ Ձևաչափը նույնն է եւ ավելացում ունենք, իհարկե փոփոխություն ունենք, դրանով էլ հետաքրքիր է, որովհետեւ եթե մենք ունեինք 6 անվանակարգ, մենք հիմա ավելացրել ենք նաեւ բոլոր այս 6 անվանակարգին, համաշխարհային հիթ, մյուզիկլ, երկրի երգը, կլասիկա, ջազ, ավելացրել ենք նաեւ անսամբլներ եւ դուետներ։ Այս տարի եւս ունենք նորություն։ Եվ ուզում եմ ասել, որ այս փառատոնը շատ հետաքրքիր է, նախադեպը չունեցող փառատոն է, քանի որ ինքը իր տևողությամբ ոչ թե 1 օր է կամ 2 օր, հիմնականում փառատոնները այդպես են տևում, սա փառատոն է, որը դառնում է նաև տոն եւ անց է կացվում հուլիսի 24-ին Պարոնյանի անվան պետական կոմեդիայի երաժշտական թատրոնում, որտեղ բեմը տրամադրվում է տարբեր տարիքային խմբերի, մեր փառատոնը ընդգրկում է 5-ից այսպես մի քիչ հումորով ունենք անգամ post, որը ասում է 5-ից 99 տարեկան։ Այսինքն հնարավորություն է տալիս ստեղծել մի հարթակ, որտեղ տարբեր երկրներից, տարբեր մշակույթներից հանդես են գալիս տարբեր ունակություններ ունեցող երաժիշտներ եւ բեմը դառնում է արդեն մի հարթակ, որտեղ երաժշտությունը դառնում է լեզու առանց սահմանների, քանի որ այս փառատոնը միջազգային է, մասնակիցները եւ Հայաստանից են եւ տարբեր երկրներից, ունենք մենք ուրեմն Պորտուգալիայից, Բուլղարիայից, Ամերիկայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ ժյուրին է միջազգային Մոլդովայից, Ամերիկայից, Պորտուգալիայից նույնպես, էլի Բուլղարիայից եւ այլն, տարբեր շատ։ Ինչ է պետք փառատոնին մասնակցելու համար, ինչպես կարող են մարդիկ հայտեր ներկայացնել։ Տարիքային սահմանափակումը հասկացանք 5 տարեկանից մինչև 99 տարեկան։ Նախ ներկայացնում են հայտ, մենք հայտագրում ենք անում, այդ հայտագրումը ուսումնասիրում ենք, ունեն մարդ կա, որ ունի երաժշտական կրթություն, հիմնականում բոլոր մասնակիցները ունեն երաժշտական կրթություն, որը կոնսերվատորիան է ավարտել կամ սովորում է, որը երաժշտական դպրոցներում են։ Այս տարի շատ հետաքրքիր նաև մի հայտ ունեցանք, որ ներկայացավ մի երաժիշտ, որը պիտի ներկայացնի իր հենց ստեղծագործությունը, կոմպոզիտոր, այսինքն երկրի երգ որպես կհանդիսանա, բայց սա էլ ոնց որ ասում են շատ հետաքրքիր նորություն է, այսինքն ցանկացողները ելույթ ունենալու այս փառատոնում մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այս շրջանակը ընդլայնվի եւ ոնց որ թե հասնում ենք դրան եւ անցյալ տարի երբ մենք ճունեինք կենսագրություն, ընդհանրապես նոր էինք հիմնադրել եւ մտածում էինք այսօր այս փառատոնը կունենա շարունակություն թե ոչ եւ սիրով եւ մի քիչ էլ հպարտությամբ ուզում ենք ասել, որ ունենալով մեծ հաջողություններ, քանի որ փառատոնի ընթացքում հանդես եկող բոլոր ուրեմն երաժիշտները, մասնակիցները իրենք ոչ թե միայն ծանոթանում են բեմի հետ եւ ելույթ են ունենում բեմում, այլ նաեւ մենք ունենք մի շատ մեծ պատգամ, մենք ծանոթացնում ենք մեր հայ մշակույթին, հայ պատմությանը, քանի որ փառատոնի ընթացքում մենք ունենում ենք նաեւ էքսկուրսիոն օր, այս տարի ունենք անգամ 2 օր, որովհետեւ ցանկությունները շատ մեծ են եւ 1 օր ավելացրել ենք մեր փառատոնի շրջանակներում, անցյալ տարի 4 օրեր, այս տարի արդեն 5 գիշեր է։ Պաշտոնական
edge ունի։ Այո, պաշտոնական Եվ edge ես ունենք։ վստահ եմ, որ այնտեղ դուք այդ ամեն Ամեն ինչը ծրագրերը շատ օրն է, բացահայտ ենք աշխատում, ամեն ինչը մանրակրկիտ Եվ մինչև ամսի 10-ն էլ հայտերը կարող են դեռևս Մինչև ամսի բացել։ 10-ը կարող են Ցանկացողները բացել, կարող են այո, հանգիստ դիմել։ Հետարքին է Վաղարշակը նաև մենք իմացանք միջև հարցազրույցը, որ անցած տարի դուք նույնպես եղել եք ժյուրիի անդամ։ Ձեր տպավորությունները անցած տարվա փառատոնի արդյունքներից։ Շատ հուզված է, որտեվ սա իմ հայրենիքն է, չնայած ես 33 տարի ապրում եմ Նյու Յորքում, այնտեղ երգում եմ City Opera-ում եւ դասավանդում եմ կատարողական արվեստի դպրոցում, իմ համար շատ կարեւոր էր իմ երկրում ներկայացնել նաեւ իմ երկրորդ երկիրը, Միացյալ Նահանգները եւ Տիկին Շահինյանի հրավերը չմերժեցի, բացի դրանից ամեն տարի ես գալիս եմ 2 անգամ տարին, երբեք չեմ կտրել կապը իմ հայրենիքի հետ։ Եվ ինչու՞ չէ Եվրոպայում լինել տարբեր մրցույթներում եւ մերժել Հայաստանին դա անկարելի էր իմ համար եւ ճիշտ ասած համեմատական կարգով ոչինչով չէր զիջում այդ առաջի բացումը ուրեմն մրցույթի ապշեցուցիչ պատրաստվածություններ եւ նախադեպը չլինող համեմատում էի Հռոմի, Միլանի, Նյու Յորքի շատ բարձր հպարտությամբ կարող եմ ասել, որ հիմի ես աշխարհում ներկայացնում եմ նաև այս մրցույթը եւ ներգրավում շատ մարդկանց, որ կան, մեր հայրենիքը տեսնեն, ինչու՞ չէ Նույնքան պատրաստված էին նաև մասնակիցները եւ որպես ժյուրի անդամ ինչն է ձեզ համար կարևոր, ինչն է ձեր ուշադրության կենտրոնում։ Պատրաստակամությունը դա համեմատական է, որտեղ տարիքային խմբեր կան, տարբեր դպրոցներ կան, իմ միսիան նա էր, որպեսզի համեմատեմ եւ բերեմ այն ինչ որ հիմա աշխարհում կատարվում է, որտեղ շատ բաներ փոխվել է, տեմպոներն են փոխվել, այդ նույն արյաների, նույն երգերի մոտեցումը, անգամ գնում ես audition-ի, այս audition լսումների անգամ լսումների ինչպես քեզ կներկայացնես, ինչպես քո ռեզումեն կկազմես, նաև դրա համար master class-ներ, օրինակ Միլանում վերջերս ամբողջ մի workshop էր ինչպես ճիշտ ներկայացնել կոմպոզիտորի անուն, որտեղ դնել ինչ, որ իմ համար էլ էր դա նորություն, եւ այդ իմ հմտությունը կուզեմ, որ մասնակիցներին master class-ի ժամանակ բացատրեմ։ Այսինքն փառատոնի շրջանակներում նաև ժյուրիի անդամները վարպետաց դասեր են անցկացնում մասնակիցների։ Այո, ես անցած տարի անցկացրեցինք, էքսպերիմենտալ փորձեցինք անցկացնել եւ ի զարմանս ինձ 3 ժամանոց master class-ը չհոգնեցրեց, 3 լեզվով էր դա, հայերեն, ռուսերեն, անգլերեն, որտեղ շատերը չէին հասկանում լեզուները։ Եվ այս տարի եւս ունենք master class, այո, եւ Վաղոն Աճիկով համաձայնեց եւ եւս ունենք մեկ master class, 2 master class ունենք այս տարի, դա էլ է նորություն, Պորտուգալիայից ժամանած մեր շատ անվանի էլի ուրեմն Ջոկի Կոյտանոն, ուրեմն ինքը շատ հետաքրքիր նաեւ ձեռնարկ ունի ձայնի ոնց պետք է ձայնը դրվի նոր ձեռնարկ է դա եւս պիտի կարծում եմ շատ հետաքրքիր լինի եւ եւս ուզում եմ ասել որ ինչով է շատ տարբերվում այս փառատոնը ժյուրիի անդամները նաեւ վերջի գալահամերգին ունենում են ելույթներ այսինքն իրենց փորձով իրենց անցած ուղիով ներկայանալով մեծ բեմում պատանի երաժիշտների մոտ ոգեշնչում են իրենց եւ կարծում եմ դա էլ է շատ կարեւոր եւ անցյալ տարի եւս ունեցանք մի շատ հետաքրքիր դուետ Վաղարշակ Օհանյանը եւ Աննա Պողոսյանը էլի եւս ժյուրիի անդամ Հայաստանից շատ հետաքրքիր ելույթ ունեցան ինչով է սա կարեւորվում որ կարծում եմ սա փորձ է որ կարելի է կիրառել եւ այս տարի ավելի շատ ժյուրիի անդամներ պետք է ելույթ ունենան Սա շատ հետաքրքիր Մասնակիցները քանի փուլով են յուրաքանչյուր անվանակարգում հաղթահարում Մասնակիցները ամեն մեկը ունեն իրենց անվանակարգը ամեն անվանակարգում ունեն իրենց տարիքային խմբերը մենք ունենք 2 մրցույթային օր առավոտյան մրցույթային օրն է բոլորի մոտ ցերեկը արդեն ցերեկվա ժամերին master class են անցնում եւ երեկոյան գալահամերգին մասնակցում են լավագույնները փուլերը Այսինքն առավոտյան արդեն իսկ հաղթողները գալահամերգի
առավոտյան մասնակիցները մրցույթին, այո, մեկ փուլով են անցնում եւ լավագույնները անցնում են արդեն գալահամերգի եւ ամենավերջի օրը դա կլինի հուլիսի 27-ին, 29-ին մեկնում են արդեն մեր հյուրերը, 27-ին իրենք ուրեմն արդեն մենք ունենում ենք մրցանակաբաշխությունը, տարբեր մրցանակներ ունենք, բոլոր ստանում են արդեն էքսկուրսիան է, այո, եւ 29-ին մեկնում են, այո, եւ իրենք բոլորը ստանում են որպես մասնակից դիպլոմներ, ամեն անվանակարգում եւ տարիքային խմբերում ունենում են առաջի, երկրորդ, երրորդ տեղ մեդալներ, անվանակարգում ունենում են 1 Grand Prix, իսկ այդ Grand Prix-ն ուրեմն լավագույնին անկախ տարիքային խմբից է տրվում եւ մեկ շատ մեծ Grand Prix ենք ունենում, իհարկե ոչ գումարային, դա լինում է ամբողջ անկախ տարիքայինից, անկախ անվանակարգերից մեծ Grand Prix ենք ունենում։ Այս տարի եւս մեկը անվանակարգերում եւ մեկը մեկ հոգու է տրվում ամբողջ փառատոնի մասնակիցներից ամենալավագույնին եւ սիրով ուզում եմ նաեւ նշել նա որ ձեռքբերումը այս տարվա եղել է դա որ մեր աջակիցները ուրեմն պետք է տրամադրեն օրինակ մենք Մոլդովայից ունենք ժյուրիի անդամ որը սերտիֆիկատներ է բերելու տրամադրելու որը ուղի է նաեւ հարթելու ցանկացած մրցույթ պիտի ունենա շարունակություն եւ մենք հասանք այս տարի դրան, որ նաև լավագույնները կստանան այդ սերտիֆիկատները, որպեսզի 0-ից երկ անվանական ձայնագրվի եւ ստեղծվի իրենց համար նաև հրավեր ուրեմն ռադիո Մոլդովա եւ իհարկե լավագույն երգը անպայման նույն ռադիո Մոլդովան կաջակցի որպեսզի այդ երգը դառնա հիթ Կարող եմ ավելացնել։ Իհարկե։ Համեցեք ու արդեն պետք է ամփոփենք։ Նախ ամենակարևորը որ ժյուրի անդամները իրենց փորձի եւ իրենց վարպետությունը իրենց ընկերությունը, ասենք տարբեր երկրների կարողանում են օգտագործել այդ երաժիշտներին, որպեսզի ծանոթացնեն իմպրեսարիոների եւ ինչի՞ չէ դպրոցներին, եթե իրենք ուզում են սովորելու ոչ միայն այդ երկրի, ասենք Մոլդովյան կամ ես Ամերիկայում ենք, նաեւ ուրիշ երկրներ են գնում եւ համապատասխան այդ ձայնի այդ պատրաստության ռեկոմենդ են անում տվյալ երկրի մրցույթին կամ սովորելու անցած տարի ես օրինակ Մայամիում էի ժյուրի անդամ եւ 2 հոգու հրավիրեցի Իհարկե դա scholarship է, դա ինչ որ հարցով օգնել է եւ ուրիշ ժյուրիները հրավիրեցին, այսինքն դա շատ մեծ հարթակ եւ օգնություն է երաժշտին բացել պատուհանները, թե աշխարհում ինչ է կատարվում եւ շատ ներողություն կարեւոր մի բան ասեմ, որ այս տարի եւ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ստեղծվել է Voice of the World անվանումով հատուկ շոու, անցյալ տարի մենք 8 musical-ից ներկայացրեցինք այդ շոուն եւ այս տարի մենք ներկայացնում ենք մեր հանճարներին Շարլ Ազնաուր Փարաջանով, Շեր եւ իրենց այն հայերին, ովքեր չեն ծնվել Հայաստանում, բայց հայի անունը ծնվելով օտար երկրում, ամբողջ աշխարհով մեկ են դարձել։ Շնորհակալ ենք շատ, փառատոնին մրցույթին հաջողություն ենք մաղթում եւ հույս ունենք, որ այն կլինի շարունակական, ձեզ կտեսնենք մեր տաղավարում նաեւ հաջորդ տարի։ Շնորհակալ ենք շատ հրավերին։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվում ենք առաջ։